24 News. Երկու օր առաջ կաթողիկոսի նկատմամբ քրեական բարույթ նախաձեռնվեց եւ արգելվեց նրա ելքը երկրից։ Ինչու է այս ամեն ինչը իրականացում, ինչ վտանգ է ներկայացնում եպիսկոպոսած ժողովը, որ ամեն ձև փորձվում է խոչընդոտել նրանց ելքը երկրից, որովհետեւ դրանից առաջ էլ եպիսկոպոսների նկատմամբ քրեական բարույթ նախաձեռնվեց։ Ինչ վտանգ եք դուք տեսնում այդ եպիսկոպոսած ժողովից եւ արդյոք անարմար չեք զգում, երբ կաթողիկոսի նկատմամբ ամեն դեպքում ձեր իշխանության ժամանակ քրեական վարույթ է նախաձեռնվում եւ այս օրերին Հայաստանում էր նաեւ ադրբեջանցի քաղաքասարակության ներկայացուցիչներ եւ սրան զուգահեռ Ալիևը խոսում է այն մասին, որ չի վերադարձնելու գերիներին, այդ թեման իր համար այլևս փակ է եւ նրանց հանցագործ է անվանում այն իրավիճակում, երբ Ջեյդի Վենսը եկավ Հայաստան, խոստացավ, որ հարցը կբարձրացնեն եւ փաստացի հարցը լուծում չի ստանում, արդյոք սա խոսում է այն մասին, որ ավելի հանգամանալից հարցը չի քննարկվել նրա հետ կամ ինչ բացատրություն դուք ունեք, երբ խոսվում է խաղաղության մասին, քաղաքասարակության ներկայացուցիչներ են գալիս Հայաստան եւ սրան զուգահեռ Ալիևը փորձում է ասում է, որ այդ հարցը փակ է եւ գերիների վերադարձ չի լինելու։ Ինչ վերաբերվում է քրեական գործերին կամ իրավական գործընթացներին, դրանք իրավական գործընթացներ են, որոնց մեկնաբանության ուրեմն վերաբերյալ պետք է դիմել իրավապահ մարմիններին։ Եթե ձեր հարցը այն մասին է, որ ինչու եք փորձում ամեն կերպ խոչընդոտել եպիսկոպոսած ժողովը կամ ձեր իշխանության օրոք Կտրիչ Ներսիսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցում, մեր իշխանության օրոք Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առաջ։ Սա է ձեր հարցի պատասխանը, եւ եթե կա ուրեմն իրավական process հարուցելու անհրաժեշտություն, այդ իրավական process-ը պետք է հարուցվի անկախ Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացու կարգավիճակից։ Ինչ վերաբերվում է ձեր երկրորդ հարցին, մեր ամենօրյա աշխատանքն է, մեր հայրենակիցների վերադարձի շուրջ աշխատանքը եւ նաեւ դուք տեսնում եք դրա արդյունքները։ Իհարկե ոչ մեր ցանկալի ժամանակամիջոցում, ոչ մեր ցանկալի ձևով, բայց ամեն դեպքում զուգահեռաբար ունենալով ձեր մատնանշած խոսույթը, դրան զուգահեռ նաև մենք ունենում ենք հաջողություններ, հետևաբար ես կխնդրեմ գերիների թեմայի վերաբերյալ ուրեմն իմանալ վստահաբար, որ ամենօրյա աշխատանք է տարվում այս իմաստով եւ մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր հայրենակիցները վերադառնան Հայաստան, իսկ խոսույթը ելի եմ կրկնում, բազմաթիվ իրավիճակներում խոսույթը չի համապատասխանել մեր ակնկալիքներին, բայց հողի վրա մենք ունեցել ենք թեև փոքր, ինչու ոչ միայն փոքր, նաև մեծ հաջողություններ։ Շնորհակալ եմ։ Դուք ասում եք, որ իրավական գործընթաց է տեղի ունենում, բայց ամեն դեպքում դրան նախորդել էր Փաշինյանի հայտարարությունը, նա ասել էր, որ ուժեղ հակազդեցություն է լինելու եւ եպիսկոպոսատ ժողովը չպետք է կայանա, կաթողիկոսություն ուզում են տեղափոխեն եւ այլն։ Արդյոք սա ուղիղ հրահանգ չէ իրավապահ համակարգին։ Ես շարունակելով պարոն Հովհաննիսյանի միտքը, նույն տրամաբանությամբ, տեսեք, ինչ է նշանակում փորձում են խանգարել կամ դա վերաբերում է ցանկացած, այսինքն եթե ՀՀ քաղաքացու չի կատարում դատական վճիռը դատական ակտը, իրավական տեսանկյունից որևէ չէ, հենց օրենքի առաջ ինքը պատասխանատու եւ գնահատական է ստանում։ Հիմա դա նույն գործընթացն է եւ որևէ կերպ պետք չի դարձնել աղմուկ, որ դա ինչ որ ձևով հրահանգ է կամ կատարվում է եւ այլն։ Եվ բացի այդ, եպիսկոպոսատ ժողովը ինչու է որոշվել կամ ինչու է հենց Հայաստանի Հանրապետությունից դուրս տեղի ունենում, սա էլ է հարց, որը պետք է նաև ուղղեք հենց տվյալ անձին, այլ ոչ թե այստեղ բարձրաձայնի։ Դե նախկինում էլ է եղել այդ այլ հարցեր կան, Ազատություն։ Բարև ձեզ, պարոն Հովհաննիսյան, հարցս ձեզ եմ ուղղում վերաբերվում է Ալիևի կրկին հայտարարություններին, շաբաթավերջին Ալիևը նաև հայտարարել են, որում պատասխանելով հայաստանցի փորձագետի հարցին, խոսել է խաղաղության խաչմերուկից, այսինքն երբ հիշեցվել է նաև այդ նախաձեռնության մասին, Ալիևը շատ կարճ արձագանքել է, մեջբերում են, որ ինչ վերաբերում է այսպես կոչված խաղաղության խաչմերուկին, ինչպես գիտեք, երբ նախագահ Թրամփը վերադարձավ, նա
մեկնարկեց թրիփը, ուստի երբ նախագահ Բայդենը վերադառնա, նա կվերսկսի ձեր խաղաղության խաչմերուկը։ Ինչպես է գնահատում Ալիևի այս հայտարարությունը, արդյոք սա ազդակ է այն մասին, որ ըստ էության խաղաղության խաչմերուկի վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը բացասական է եւ այս նախաձեռնությամբ հայկական կողմի ապաշրջափակման հարցը փաստորեն ամբողջական ապաշրջափակման չի լուծվելու։ Հայաստանի Հանրապետության ամբողջական ապաշրջափակման հարցը լուծվելու է։ Հայաստանի Հանրապետությունը խաղաղության խաչմերուկի վերաբերյալ ունի շատ կոնկրետ պայմանավորվածություններ, ուրեմն ստորագրված փաստաթղթեր ներդրումների վերաբերյալ եւ ըստ էության ես Ալիևի խոսքը որևէ կերպ չեմ ուզում գնահատեմ եւ հիմա ուրեմն մեկնաբանեմ, ես մեկնաբանում եմ մեր գործողություններն այն մասին են, որ Հայաստանի Հանրապետությունը ապաշրջափակվելու է եւ ըստ էության արդեն իսկ ապաշրջափակվում է եւ ապաշրջափակվել է որոշ չափով հաշվի առնելով այն ուրեմն լոգիստիկ լուծումները, որ արդեն կան եւ սա է ձեր հարցի պատասխանը ըստ էության տարբեր մեկնաբանություններ կարող են լինել, տարբեր ցանկություններ կարող են լինել, բայց գլխավորն այն է, ինչ ենք մենք անում, եւ ես կարծում եմ, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը շատ հաջող արտաքին քաղաքականություն է վարում, հատկապես վերջին այցելությունից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահի, ես կարծում եմ շատ հարցերի պատասխաններ են տրվել եւ մենք առավել քան վստահ ենք, որ այն ծրագրերը եւ պայմանավորվածությունները, որ ունենք, թե Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, թե նաեւ Ադրբեջանի հետ, դրանք կյանքի են կոչվելու եւ ուրեմն խաղաղության գործընթացին եւ ապաշրջափակման գործընթացին որևէ մի բան չի խոչընդոտելու։ Շնորհակալ եմ։ Պարոն Հովհաննիսյան, մի կարճ հարց էլ շաբաթավերջին վարչապետը նաև խոսեց ապաշրջափակումից եւ ըստ էության բարձրաձայնեց այն մասին, որ ռուսական հսկողության ներքո կառավարման ներքո գտնվող երկաթուղիների վերագործարկման այն հատվածները, որոնք որ չեն գործում հիմա, ընդհանուր առմամբ խոսեց եւ նշեց, որ այն փաստը, որ Հայաստանի երկաթուղին գտնվում է ռուսական կառավարման ներքո, այդ ընդհանուր ապաշրջափակման համատեքստում մտահոգ դրվագներ կան եւ այնտեղ իր պատկերացումներից խոսեց, որ կարող է ռուսական կողմից կառավարումը որևէ այլ երկրի փոխանցվել։ Ես ուզում եմ հարցնել, կա երաշխիք հայկական կողմի համար, կան երաշխիքներ, որ եթե այդ սցենարով շարժվենք, ապա այն մտահոգությունները, որ հիմա առկա են, դրանք կփարատվեն, այսինքն եթե վերցվի կառավարումը եւ փոխանցվի մի այլ երկրի, այդ դեպքում այն մտահոգությունները, որ կան, այլևս կդադարեն գոյություն ունենալ։ Վարչապետի խոսքը ըստ էության վերաբերում է նրան, որ կառավարումը հանձնվի մի կողմի, որը ունի լավ հարաբերություններ եւ ուրեմն արևմուտքի հետ այս պարագայում եւ Ռուսաստանի հետ, ինչ վերաբերվում է նրան, թե դա այդ գործողությունը կերաշխավորի արդյոք դրա հետագա դրական ընթացքը, մենք չենք գնում գործողությունների, որի վերաբերյալ երաշխիքներ չենք ունենում։ Եվ եթե վարչապետը խոսել է սրա մասին, եթե մենք մեր ռուս գործընկերների հետ նաև քննարկում ենք այս հարցը, ապա այս քննարկումները հենց ձեր նշած երաշխիքների մասին են, որ ուրեմն ներդրումային որևէ խոչընդոտ չլինի Հայաստանի Հանրապետության շուրջ ապաշրջափակվող կամ Հայաստանի Հանրապետությունում ստեղծվող որևէ ենթակառուցվածքի մասով։ Շնորհակալ եմ։ Ներկայացրեք խնդրեմ դուք։ Անի Աբաղյան, ABC Media, պարոն Հովհաննիսյան, JD Vance-ի Հայաստան այցին զուգահեռ տարածվեցին տեղեկություններ, որ մոդուլային ատոմակայանի վերաբերյալ քննարկումներ եք ունենալու։ Ինչ որոշում ունեք, մոդուլային ատոմակայանը փոխարինելու է ավանդական ատոմակայանին, թե լրացուցիչ էներգիայի աղբյուր է լինելու։ Շնորհակալություն։ Եթե անկեղծ ասեմ, շատ խիստ մասնագիտական հարց եք տալիս եւ վարչապետն էլ այս հարցին անդրադառնալիս ասաց, որ դեռ կարևորագույն հարցերից մեկն է եւ շատ հանգամանքներ դեռևս քննարկման պետք է ենթարկվեն, մասնագիտական քննարկումների մասին է խոսքը։ Ես կարծում եմ ձեր հարցին ոչ ուշ, ոչ հեռու ապագայում պարտադիր կերպով ավելի մանրամասն մասնագիտորեն անդրադարձ կլինի։ Շատ լավ, անդրադարձակ Ներողություն ադրբեջանցիների Տիկին Մանավազյանն էլ հավելելու հարցը տվեք, լավ, հետո այս շարունակեք։ Կարծում եմ ընդհանրապես լրացնեմ մեկ բառով, կարևորը նաև պետք է նշել, որ ամենակարևորը ներդրումն է, որը վերաբերում է հենց ատոմակայանին, այլ ոչ թե բովանդակային ոնց դա արդեն մասնագիտական հարց է, կքննարկենք, կհասկանանք։
Ադրբեջանցիների այստեղ այցին վերաբերյալ որպես ամփոփում կարող եք ներկայացնել ինչպես է գնահատում իրենց այցը, սա թվով երրորդն է, ընդլայնվել է կազմը, շարունակական լինելու է Հայաստանի քաղաքասարակության ներկայացուցիչները ընդլայնված կազմով Ադրբեջան գնալու են մոտ օրերս։ Այս այցերը ըստ էության փոխադարձ են, ուղղված են խաղաղության մթնոլորտի ամրապնդմանը եւ նման միջոցառումները շարունակական են լինելու հասարակության տարբեր ներկայացուցիչների հանդիպումները Ադրբեջանի հասարակության տարբեր ներկայացուցիչների հետ, թե Հայաստանում, թե Ադրբեջանում։ Ֆակտորը եմ։ Իմ հարցին խնդրում եմ արձագանքի պատգամավորներից նա ով տեղեկություն ունի, երբ ասվում է, որ վեհարանը դուրս տանելու ինչ-որ թեմաներ կան, ինչ եք հիմքում դնում, իշխանություններն ինչ տեղեկություններ ունեն, որովհետև կներեք, բայց դա քիչ առաջ Հայաստան թռչող ափսե իջել մակարդակի վրա է, քանի հանրությանը լրջագույն տեղեկություններ չեն տրամադրում կամ գանձերի հետ կապված, որ ասում են էջմիածնի գանձերն ուզում են յուրացնել, եթե այդպիսի բան կա, ուր է քրեական գործը, ուր է հաղորդումը, դատախազություն, թե այսպես կարելի է հայտարարություններն անել եւ հանրությանը փաստեր չներկայացնել եւ մեկ հարցել Ուժեղ Հայաստան կուսակցությունը մտել է քաղաքական պայքարի մեջ կուշտ վարչապետ ունենալու խոստմամբ դուք ինչպես եք պատրաստվում պայքարել նրանց դեմ արդյոք համարում եք ձեզ մրցակից թե ոչ եւ ինչ եք կարծում պետք է YouTube-ից հեռացնել Արա Գևորգյանի Արցախ ստեղծագործությունը թե ոչ Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանից հարցից սկսեմ, կարծում եմ բոլորս էլ տեղյակ ենք եւ գիտենք եւ բազմաթիվ անգամ կրկնել ենք, ես նորից կկրկնեմ, որ սահմանադրությամբ եւ օրենքով արգելված է եւ Սամվել Կարապետյանը չի կարող լինել իրենց վարչապետի թեկնածուն եւ չի կարող լինել падգամավորի թեկնածուն Եվ այսքանով կարծում եմ բոլոր իրենց կուշտ կամ ուժեղ, չգիտեմ, թեկնածու վարչապետի ունենալու հարցերը փակված են։ Վեհարանի մասով ուզում եմ հասկանալ հայտարարություններ, որոնք հնչում են մեր կողմից, ակնկալում ենք նաև պատասխան իրենց կողմից։ Երբևէ դուք լրագրողներով փորձել եք Կտրիչ Ներսիսյանին ասուլիսի հրավիրել եւ մեր կողմից հնչեցրած բոլոր հարցերը ուղղել եւ պատասխաններն ակնկալել, որտեղ անդադար այնպեսի տպավորություն է, որ մենք հնչեցնում ենք մտքեր, արտահայտում ենք մտահոգություններ եկեղեցու հանդեպ եւ այնինչ տեղի ունենում եկեղեցու շուրջ այդ մտահոգություններից չկա գեթ մեկ արձագանք եւ առավել եւս պաշտոնական էջով եթե որևէ արձագանք լինում է պաշտոնական էջը եթե ուշադիր նայեք եկեղեցու դարձել է քաղաքական խոսքի էջ որևէ եկեղեցական հոգեվոր մտքի արտահայտություն այդ էջով չի հնչում եւ երրորդ հարցը ինչի Եթե տեքստային մասին դուրս գաք բովանդակային հատված, հաստատ կտեսնեք քաղաքական հայտարարությունները եւ քաղաքական բովանդակությունը։ Իմ հարցը, իմ մտահոգությունս, մենք անդադար պատասխանում ենք ձեր հնչեցրած հարցերին, բայց արդյոք այդ տվյալ անձնավորությունը երբևէ պատրաստակամություն հայտնել է պատասխանել հանրության կողմից հնչեցված եւ մտահոգիչ հարցերին իր անձի եւ իր շուրջ։ Ներողություն Տիկին Մանավազյան, իմ հարցը հետևյալն է, երբ որ դուք մեղադրանքներ եք հնչեցնում, ինչու փաստեր չեք ներկայացնում։ Ներողություն եմ խնդրում, բայց հիմա փաստեր իրավական տեսանկյունից ներկայացված է եւ դուք նորից հնչեցնում եք նույն հարցը, իսկ ինչու եք, չգիտեմ, հետապնդում տվյալ անձին կամ Չէ, ես կոնկրետ եմ տալիս, փաստ կա որ գանձերը ուզում են գողանալ։ Պարոն Կիրակոսյան, ես հիշում եմ, երբ որ հոգևոր բարձրաստիճան որոշ շրջանակի վերաբերյալ խոսակցությունները սկսվեցին, այս նույն հետաքրքրությամբ հարցադրումներ էր հնչում, թե արդյոք կան փաստեր, այս ինչ եք ասում, ասեն շոկի էինք ենթարկվել, որոշ ժամանակ անց բոլոր փաստերը ուրեմն Երևան եկան եւ ես ձեզ վստահեցնում եմ, որ մեր արած հատկապես վարչապետի արած որևէ հայտարարություն չի կարող իր տակ չունենալ հիմնավորումներ եւ եթե մեր կողմից հնչել է հայտարարություն, որ ուրեմն վեհարանի
հոգևոր բարձրաստիճան ներկայացուցիչների մի շրջանակ փորձումը կաթողիկոսությունը տեղափոխի Հայաստանի Հանրապետությունից, Էջմիածնի գանձերն էլ հետը, ուրեմն մենք դրա վերաբերյալ ունենք շատ հիմնավոր տեղեկություններ։ Այդ տեղեկություններն արդյոք այնքան են հասունացել, որ պետք է վերածեն քրեական գործի կամ իրավական հետապնդման։ Այդ հարցի պատասխանը ես այս պահին չունեմ, այդ հարցի պատասխանը մենք բոլորս կստանանք, երբ որ իրականության մեջ նման բան տեղի կունենա, բայց հարցին թե արդյոք կան հիմնավորումներ, որ դուք նման բան եք հայտարարում, կան հիմնավորումներ, այն էլ ինչ հիմնավորումներ կան, եւ դրա մասին պատեհ պահին բոլորդ կիմանաք, ինչպես եւ ես մի անգամ այստեղ հիշում եմ, ելի մի անգամ տենց էլի հարցեր էր հնչում, ես ասացի պատեհ պահին մենք դրա մասին կիմանանք եւ որոշ ժամանակ անց իմացանք։ Ես դες վստահեցնում եմ, որ ուրեմն մենք ելնում ենք Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությունից, Հայաստանի Հանրապետության շահից եւ այսօր Կտրիչ Ներսիսյանը իր շուրջ հավաքած մի խումբ հոգեվորականների հետ իրենից ներկայացնում է արդեն պետական անվտանգության խնդիր եւ հետեւաբար նաեւ եթե անհրաժեշտություն լինի եւ այդ անհրաժեշտությունը կա, ես կարծում եմ պետքա իրավապահ մարմինները լրացուցիչ ուրեմն միջոցառումներ ձեռնարկեն այս ուղղությամբ։ Շնորհակալ։ Կներեք, իսկ երրորդ հարցին չեք պատասխանի, արդյոք պետք է Արա Գևորգյանի Արցախ երաժշտությունը համացանցից ջնջել թե ոչ, ինչու եմ այս հարցը տալիս, որովհետև հանրային հեռուստաընկերությամբ ինչ որ սպորտային միջոցառման օլիմպիական խաղերի ժամանակ խուսափել են հնչեցնել ստեղծագործության անունը։ Ես չգիտեմ դուք ինչի մասին եք խոսում, ճիշտ ասած, եթե առանձին YouTube-ի վերաբերյալ ձեր հարցին անդրադառնամ, ապա իհարկե ոչ։ Սիվիկեյը։ Պարոն Հովհաննիսյան, Տիկին Մանավազյան, հարցս վերաբերում է Ուժեղ Հայաստան կուսակցության վարչապետի թեկնածուին, հայտնի դարձավ, որ սույն կուսակցության ուժեղ վարչապետը Սամվել Կարապետյանն է, բայց Ուժեղ Հայաստան կուսակցության ցուցակի առաջին համարում հանդես կգա Նարեկ Կարապետյանը, որպես անցումային համակարգողի կարգավիճակով թեկնածու։ Խնդրում եմ մեկնաբանել, եթե հիշում եք հայրենիքի փրկության շարժման ժամանակ անցումային վարչապետի թեկնածու էր Վազգեն Մանուկյանը, հետո երբ որ դիմադրության շարժման օրերն էին, ելի անցումային վարչապետի թեկնածուի հարցեր քննարկվում։ Սրբազան շարժման օրերին նույնպես էլի անցումային վարչապետի թեկնածուի օրակարգն էր շատ բռն քննարկում։ Ինչն է պատճառը, ասես, որ ընդդիմությունը այդպես էլ չի կարողանում դուրս գալ անցումային տրամաբանությունից եւ հոգեբանությունից եւ արդյոք 26-ի հունիսի ընտրությունները հնարավոր է փակեն այդ անցումային ընդդիմության էջը։ Շնորհակալություն։ Տեսեք, այդ ուժի, այդ քաղաքական ուժի, ձևավորած քաղաքական ուժի մտել է քաղաքականություն բազմաթիվ մանիպուլյացիաներով, հիմա նույն մանիպուլյացիան շարունակելով, մոլորեցնելով նաև հանրությանը, այդ անցումային թեկնածու, անցումային իրենք հասկանում են եւ գիտակցում են, որ օրենքին դեմ են դուրս գալ եւ օրենքը հավասար է բոլորի առաջ եւ չեն կարող ունենալ իրենց նշած ուժեղ կուշտ տեխնացուին առաջի համարում եւ փորձում են մոլորեցնելով հանրությանը ինչ որ իմիտացիա ստեղծեն եւ մտնել քաղաքական դաշտ, ինչը ես վստահ եմ եւ լիահույս եմ ժողովուրդը շատ լավ գիտակցում է, հասկանում է, դուք ինքներդ նշեցիք մյուս ուժերի ժամանակ արդյունքում ինչ ենք ունեցել եւ ինչ ունենք եւ ուզում եմ նաեւ ասել, որ նույն տրամաբանության մեջ ինչպես օրինակ Սամվել Կարապետյանը կարող է լինել իրենց հայտարարություններով առաջին համարում, եկեք չբացառենք, որ Սալավյովն է կարող է լինել երկրորդ համարում, այսինքն եկել են մեր ժողովրդին ինչն են խափում, ինչու են մոլորեցնում եւ ինչու են փորձում դաշտ նետել մի անուն, որի շուրջ կփորձեն բարեգործական իմիտացիաներ ստեղծելով հավաքել ընտրազանգված, դա կարծում եմ հերթական փուչիկ ֆեյք վիճակն է, ես անձամբ չեմ արձագանքում նման քաղաքական ուժին, հուսով եմ մարդիկ եւս կհետևեն եւ իրենց վերաբերմունքը ցույց կտան։ Մի կարճ լրացում անեմ ձեր հարցի վերաբերյալ, շատ կոնկրետ էլի, Ուժեղ Հայաստան կոչվող կուսակցությունը, որը հիմա ինչ որ անցումային համակարգողի կարգավիճակի մասին է խոսում, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նման բան նախատեսված չէ։ Տիկին Մանավազյան իրավացիորեն նշեց, որ ոչ վարչապետի, ոչ պատգամավորի տեխնացու տվյալ անձնավորությունը չի կարող լինել, եւ հետեւաբար այստեղ բոլոր հարցերը փակվում են։ Հայաստանում այլևս անցել են այդ ժամանակները, երբ որ ժեյկի թղթով կարող էր գալ եւ նախագահի տեխնացու դառնալ։
մեկ էլ ես հիշում եմ Քոչարյանի եւ Սերժի ընտրությունների ժամանակ մարդիկ գնում էին քվեաթերթիկների վրա գրում էին Չակնորիս։ Ուժեղ Հայաստանի առաջարկությունը կարան իրանք այդպես իրացնեն ընտրությունների ընթացքում։ Ուրիշ որևէ կերպ հնարավոր չի իրանց ուրեմն ցնորամիտ հակասահմանադրական, հակաժողովրդավարական, հակապետական, հակահայկական մտքերը իրականացնել։ Շնորհակալ եմ։ Մի ճշտում Բայց ժամանակը սպառվեց, ես 1 րոպե Պարոն Հովհաննիսյան, պարզապես մի ճշտում անեմ կհասցնեմ տալիս։ Մասնակցության թիվը կասեք ձեր Տիկին կուսակցության Մանավազյանը պատվիրակների մանրամասները հիմա- քանիսն են քվեարկել։ Տիկին Մանավազ Քվեարկության մասնակիցների թիվը 1028 է եղել եւ ուրեմն քվեաթերթիկների մի րոպե քվեարկել է այս պահին քվեարկության ներողություն եմ խնդրում բավեր քվեաթերթիկների թիվի 932 այո 932 ունեցել ենք անվավեր չօգտագործված քվեաթերթիկներ այդ ամբողջ հանած այսինքն 1028 մասնակիցների թիվն է 932 վավեր քվեաթերթիկների թիվը Փաստորեն ուզում եմ ասեմ կան մարդիկ, որոնք չեն քվեարկում քաղաքացիական պայմանագրում էլ Փաշինյանի օգտին։ Այո, կան նաև մենք ժողովրդավար կուսակցություն ենք եւ նաև դուք էլ խոսալու թեմա ունեք այդ իմաստով։ Ես իդեպ ձեր հարցից առաջ ուզում եի հենց մեր երեկվա կուսակցական միջոցառմանը անդրադառնալ։ Ես ուզում եմ արձանագրել եւ հուսով եմ դուք էլ դա արձանագրեցիք, որ սա Հայաստանի քաղաքական պատմության մեջ աննախադեպ ուրեմն իրադարձություններ իր թափանցիկության եւ ժողովրդավարության տեսանկյունից եւ ես հույս ունեմ, որ մյուս քաղաքական ուժերն էլ գոնե մի քիչ մոտիկ նման ուրեմն միջոցառումներ կկազմակերպեն, որպեսզի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը վերջապես հասկանա նրանց ցուցակները որտեղ են գրվում, ում կողմից են գրվում, ինչ լեզվով են գրվում եւ այլն եւ այդպես շարունակ։ Շնորհակալություն ձեզ լավ։ Շնորհակալություն, ավարտվեցին չափասույցները։